Ես ռեստում եմ, վաղ առավոտ է, այստեղ սիրուն զարդարել են, ծմագլցող ձմեր բաբիկներ են, ներսնել են հաստատ զարդարել, հեսա կգնանք գնայինք թզի ծառը, որ ամառը միշտ խանգարում էր են մասով բարշանալուն, հիմա լիվ մեր կացածը։ Նայք ինձ սիրուն ժեստը զարդարված երեխեք, լիվ ամանորյա շունչը։ Այս ոобще հրաշքա։ Շատ եմ սիրում այս։ Ասում եմ, որ մեր սեփական տոն ունենանք անպայման այս սրանից լինելու, որտեղ շատ սիրուն է։ Այսպիսի տոնական ժեստ։ Հիմա կբարձրանամ արդեն դասից։ Երեխեք ջան, տաքսիով եկավ այլ վերիսիչա։ Задержка եղած երկու ապրանք ունեի, մեկը Խորենի ամանորյա նվերի կառոպկան է, որի մեջ պիտի նվերը հավաքեմ, մյուսը իր համար բան էի պատվիրել, էլի նոր տարվա նվեր, չեմ ասում, ուտը մարդից կավա վլոգս նայի բացահայտի։ Մեկն էլ դա է, հիմա ոտքով կգնամ արդեն տուն, հետո ճիշտ ասեմ, ես վերջի մի տարին երևի տաքսիների մեջ զգում եմ, որ ինքնազգացողությունս պահի տակ շատ ուժեղ վատանում է, համար ավելի լավ է ոտքով քայլել, քան ինձ բաց գամ իզուրտեղ Արտաշեսը պատվեր էր տվել, այդ Stranger CS-ի միջի կինդերից վերցնել, ասում այսօրվանից, մի րոպե, ասում այսօրվանից սա խանութներում լինելու եմ անվան, բայց իսկ ինձ ասել չէ, չկա դիֆիցիտ է, դες էլ ուրիշ մի երկու բան վերցրեցի, քաղցրավենիք, որ տուն թողնի ինձ, որովհետև շատ հիասթափվելու է ինքը վստահել, չգիտեմ այդ ինֆորմացիան իրան որտեղից, բայց վստահել, որ այսօրվանից ամենտեղ լինելու է։ Որոշեցի, որ բլինչիկը կսարքեմ այսօր ոչ թե վաղը, ի սկզբանե մտածել էի անես քեզ վաղը, բայց վաղը միջոցառման է, մյուս օրն էլ, հասկացա, որ հիմա պիտի դա անեմ, ու ամենաահավորը, որ այնքան դաս ունեմ, որ չեմ ուզում այդ մասին մտածեմ, լացս գալիս է։ Բլինչիկի ամենաահավորը, որ բացի այդ միջանկյալներից, մի հատ է տնայիններ ունեմ, բանը, Սուքյասյանի տնայինը պտի անեմ։ Դա ատամի բամբակ կդնեն, կտամ տղես։ Տեսեք, այդ պիլմենի խանութում բռնեցի, ձերքս ոնց որ ցրտահարված եմ, մինչև տեղ հասնեմ։ Սկզբում մտածել եմ մի պորցիա սարքեմ։ Մամեսի։ Քինկալի եմ բերել, հա, արտաշես։ Ինչքան վաղ պատվիրում էր ինձնից, սովորաբար չենք անում, բայց Որտեղ չլինես դու, բաց բերան Էդը շուտ կբու Բաց բերան Արտաշես ջան, նորմալ Արտաշես Ուրա բամբակ, չկա բամբակ Մետեն դժական վիճակա Մի հատ բաց ես դասի եմ, ժամանակ չունեմ ես Հոգնեցի Ես բամբակ, ես ուտելիք է Կյանք, ես իրան բամբակը դրել, բայց գրեչկան չէր կարելեցվել, երևի բերանի մեջ եղել է, հետո որովհետև ես բամբակը հանեցի, մաքուր էր Քանի որ հասել է Խորենի ամանորյա կառոպկան, ես պիտի իրան հավաքեմ և ձեռքի տակ ունեմ նաև ամանորյա փաթեթավորման թղթեր և այլ վերիսից Խորենի տարբեր նվերներ այսպես ու նաև շոկոլադկա, մակալադկա հավաքած արդեն ունեմ ես ուզում եմ Խորենի նվերը պատրաստել կարծում եմ, քանի որ առանձին այս տարի ասել եմ ձեզ չեմ նկարելու փաթեթավորման վիդեո, կարծում եմ շատ ավելի ճիշտ կանեմ, եթե ես դա հիմա անեմ ու արանքից անեմ, որտեղ այս պահին դաս անելու հավես չունեմ, ավելի լավ է ինչ-որ օգտակար բանով զբաղվեմ, բլինչիկը ավելի որոշեցի երեկոյան թողնեմ, հետևաբար նախ և առաջ եկեք փորձենք այս կառոպկան հավաքել, ես մի երկու կադր ցույց կտամ, դեռ ցույց չեմ տա, որ հետո հետարքի լինի, ինքը ռասպակովկա է անելու, այդ ռասպակովկան կնկարեմ կնայեք Այս կառոպկան եկել է, ոնց հասկանում եմ, մի քիչ այս ավելի մեծ է, գիտեք, պատկերացրել Մնում է հասկանամ, ես ես հավաքելուց այդքան լավ Բայց դե այդքան էլ բան չենք Գլուխ կհանենք, հա Ինչ եք կարծում, չեմ կարծում, որ այդքան
անօգնական է, որ գլուխ չէ, թե անօգնակ։ Եկեք ես մի հատ փորձեմ հավաքել։ Ուրեմն, սա Սուրենի գլխավոր նվերն է։ Ես երկար մտածում եմ դուփից հանեմ ու իրան ներսում փաթաթեմ, թե տուփով փաթաթեմ, հետո հասկացա, որ տուփով կփաթաթեմ, որ այդ բացելու process-ը մի քիչ ավելի Դավիթ, սկոչը սաբսուս է։ Ես երեխեքին կերան ուղակի, կգնաք ես լիցքաթափվեմ։ Հեսա դասերի պիտի անցնեմ, թողեք 2 րոպե լիցքաթափվեմ։ Հիմա, եկեք իրան փաթաթենք, տեսնենք սա կհերիքի ու դնենք, չէ, փոքր է։ Սա։ Էս էլ, հա նոր է, եկեք նորը բացենք։ Սա այնա ինչ ինձ թվում է խորենին միշտ պետք է։ Սրա պակասը կա։ Մամ, ինչու դու սուսուխելով խոհ։ Կյանք, մկրատիկը։ Կարակ ենք մկրատը տաս։ Okay. Դա բացից։ Բայց մեկա մկրատ պետք է։ Спасибо։ Տեսնեմ եթե ես մկրատը չկտրի, նոր նորմալ մկրատը կբերի մեծ։ Բանը սրունի րոպե։ Դա էլ սկոչին չկպնես, ասել ջղայնը։ Չէ։ Դու քանի սկոչ եք սենց փչացրել ձեր լկստվածությունների երես։ Նյարդեր, դիմացեք, նյարդեր։ Կուրավետ։ Լավ էլի դավուկոս։ Ես նրա ոչը դոստս դրե։ Օկոդի։ Ինչ ասի, ինձ որ լավ լինի այսօր։ Ասում է, ասեք լավ գնա նոր ասեմ։ Վայ դով։ Ջղայնոցո դով։ Всё, մեզ ոչ չես գալի։ В общем, ինչ ասում։ Ասում է, մամա, դու մամա ունես։ Ասում եմ, չէ, բալեշ։ Գնա դավո, ինչ խոլ է, հիմիկ վայրեխեքը խլական ջեմ, որ ասում եմ։ Ասում է, իսկ պապա ունես։ Ասում եմ, դե բալեշ, չէ, պապան չունեմ։ Լրիվ մենակ եմ, մեկ է սենց անի։ Ոնց մենակ ես։ Մենք քո հետ ենք, մամա, մենք քեզ կպաշտպանենք, ասում եմ քեզ։ Это было так мило։ Ես ինձ էր կտրեց ես մկրատը։ Լավ, հիմա ես ներս կտամ, սենց, այսենց մի թեթև, նոր կտպցնեմ, որ չերև այս վատ կտրած մասը էլի։ Լավի օգնությամբ մենք էս արեցինք, մնացած արդեն կանենք կադրից դուրս և կտեսնենք արդեն ամանորյա ռազբակովկայի ժամանակ։ Բայց դու դասի կնես, քեզ են ենք տիլիֆոն առնել, տիլիֆոնի կռիվանը։ Ես ու Արտաշեսը տանը մենակ ենք մնացել և որոշեցինք, որ մինչև Խորենը Դավին տանել է ատամնաբուժարան, կամ ինչպես դավն ասում ատամնաբուժիչ, ես ու Արտաշեսը կսարքենք բլինչիկները։ Ձեզ մանրակրկիտ բաղադրատոմսը ցույց չեմ տալու նորեն, ես լվացեմ մի հատ կարաս դեմ չորացնես մեջը։ Մանրամասն բաղադրատոմս չեմ ասելու, որովհետև այնքան եմ ցույց տվել այդ սրա բաղադրատոմսը իմ ալիքում 1000 անգամ կարող եք գտնել այդ նույն բանը։ Դրա համար իմաստ չունի։ Մենակ ասեմ, որ 2 պորցիա ենք սարքելու, ինչպես արդեն կարծեմ ձեզ ասել եմ։ Մեզ պետք է 2 լիտր կաթ, չէ, հոմո պետք չի անես, всё-таки սնունդ, да, բալեր, չնայած ինքը термообработка է անցնելու։ Ну, давай будем поаккуратнее, да? Բախար թե սևացե բան։ Չի սևացե, կյանք։ Չէ, սերիացե։ Սերիացե, որտեղ մի երկու անգամ պասուդամույկ եմ դրել, պարզվեց պետք չի դնել, թեև վրան գրած էր, որ կարելի է դնել։ Մի խոսքով, մեզ պետք է 2 լիտր կաթ, 8 հատ ձուր, աչկաչափով ալյուր, աղ, շաքարավազ, ձեթ։ Անցնենք գոհ։ Բարդեն բաղադրատոմս ասցիր։ Հա, բայց մանրամասն չեմ ուզում էլի։ Սխալներս էլի բռնում եմ, ստեղ են ասել էլի։ Հələ չծորանում նոյեք։ Ես հապկիտները լվացել եմ, սպասի բերեմ։ Դու մեկ րոպե կարաս խոսաս հետևորդների հետ։
ակտիվ ես խոսում։ Հենա կամանորի հետ կապված կարած խոսա, սպասում ես, չես սպասում։ Դե սպասում եմ։ Հա։ Շատ ակտիվ խոսում ես, արտաշես։ Ուրիշ ասում ես ուզում եմ կամերայի մոտ շատ ընեմ։ Քվալի։ Չէ, չգիտեմ ինչ խոսալ։ Ոյ, կակետ, այս լվացել եմ դրել էի բանի վրա, շորի վրա, չորացել է, ուղղակի տեղափոխեցինք Այստեղ։ բանի մեջ, անուն ասեք, Ցելոֆան։ ցելոֆանի մեջ։ Okay, հիմա փորձես կոտրել լցնել ստե։ Նա։ Նայ, Ես գիտեմ։ դու քո գիտեմ, տեսնենք ինչ արի։ Նազգան։ Չէ, մի քիչ ուժեղ ա պետք, բայց շատ ուժեղ չէ։ Գիտես ինչ կարգի, նայ, որպեսզի զգաս։ Նախ մի քիչ մեջ արա, որ եթե ջարդվի, մեջը լցվի։ Ասկացա։ Ահա, բացի։ Կարևորը դες, օրինակ եթե դրսում տեն ջարդեր, սա խաբվելու է, բայց ես ներս լցվեց։ Լագիչն է։ Հեսա։ Ստացվեց։ Հա, ստացվում է։ Դե լավ է։ Я превращенный шеф-повар։ Դեպի ներս։ Ահա, արի թողնենք սենց բարձրացնենք։ Հեսա գնաց լվացվի գարտաշես է, այստեղ որ ասում է զորով շարով ջարդեց բոլոր հավկիթները, իհարկե մի քիչ կեղևիկներ էին լցվում այդ ճոպով, բայց դա բնական է, իր առաջին փորձն ասես մանրակրկիտ ինքնուրույն անելու, սովորաբար ես կողքից բզբզում եմ, ես անգամ թողեցի ինքանի, դրա համար լրիվ օքեյ է, հիմա կհարի ինքնուրույն, այնուհետև կավելացնենք Սկում եք չէ, նույնս բաղադրատումս ասեցի, պտխունց աղը և մի թեյ գթալ շաքարը, կաթը, ձեթը և իհարկե այլուրը ու էլի լավ կհարեք, որ ոչ մի գնդիկներ չմնա, որպեսզի մեր հոմորը լինի լավ, մի րոպե, սալակ չլինի։ Արի կյանքս։ I'm coming։ Քո անգլերեն սպանում անկամինգ, խորը մի գնա, որտեղ սրա պոչիկը կարճա, չես կարը, դավը որ իմացավ դու ես սարքեմ, я тоже хочу։ Давай։ Так։ Մի րոպե, բռնում ենք սենց, նախ հիշում ենք, որ սա վտանգավոր է, այստեղ մատիկները երբեք չի կարելի։ Я это понимать։ Մի ձեռքով բռնում ես, մյուսով կամած, առաջին ու շատ չես քերում, որ այդ հասից տակը մի քիչ սենց թեթև պահում է։ Так, թող ես ուշիկարան։ Որտեղ ես վան տեսա, կեղև, մեծ կեղև տեսա։ Տեսնես ով ակցել այդ կեղևը մեջ։ Ну я не виноват, это же мой первый рабочий день։ Բայց ոնց գտնենք այդ կեղևը։ Нужно… Կեղև չէ, լսի, սպիտակուց էր աչքիս։ Լավ, հլը արա, եթե կեղևը լինի, էլի կհանդիպենք։ Я превращенный Գլուխ է հանում։ Я превращенный шеф-повар։ Հիմա մի հատ գթալ բեր, փոքրիկ։ Տիկի-պուկի։ Փոքրիկ գթալ։ Մեծ փոքր մուտանտ։ Հիմա այդ գթալի ծերով աղարա, ես կասեմ ինչքան նոր կլցնես։ Գնդիկ աշխատի չլինի, լավ։ Միսկամ։ Մի քիչ շատ։ Այսքան։ Այսենց լցրում։ Ու խառնենք։ Մի րոպե, պես լցնենք նոր խառ։ Արավ։ Դու դա պրիբիլի ես։ Արի ես տակովանցի։ Գտալ ինչ անեմ։ Գթալը առաջին պահի, որտեղ հիմա շաքարը վազել պետք է լցնես։ Մի գթալ, մի քիչ քչացրում։ Հա, հերի, չէ, շատ է, մի քիչ էլ վերցրում։ Ահա, լցրում։ Մամա չեմ ասկում, տեգիր գործունի աղը։ Բայց որպեսզի համը բրյանդինգ լինի եւ ձեթը մի կոֆեի բաժակ դինի, բայց մաման աչքաչափով կանի, վերցրում։ Լցրում։ Հենց ասեմ ստոպ կբարձրացնես։ Ստոպ։ Հիմա նորից մի հատ հարի։ Окей, все, вы тики-пуки. Можешь даже не волноваться. Я работал на этой работе 5 лет. Թե չես թռնելու։ Հա։ Ահա, էս է։
սենց, հիմա մենք կլցնենք ստեղ կաթը։ Վրա թափ կտանք, այս ամեն ինչը հանել էի, որ սենյակային ջերմաստիճանի գա մոտապես կես ժամ առաջ, դա համար եւ կաթը եւ հավքիթը սենյակային է։ Խնդրում եմ ակուրատնի լցնել այստեղ։ Սա։ Հա։ Դեզ։ Можно не волноваться, потому что перелить манину. Давай. Եվ մյուսը եւս պիտի լցնենք։ Այս մտածես պետք է լցնենք խաչը։ Մի անգամից կանենք, ես ուժտեղը կրկնակի աշխատանք։ Я хочу это делать. Мне нравится. Эшքան բուզերոկը։ Այ հիմա Մտցնում ենք նոր մի ակուրատնի Я 30 лет работал на этой работе. Հապիմ տղային։ Դա լավ ստացվում է։ Իր մեջ է։ Եվ շարունակի։ Дайте мне. Руки мои прибор. Մենք տեղափոխվեցինք այս հատված, Արտաշեսը ձեթելա թավան։ Հիմա այս մի երկու հատ կանեմ դու ձևը ֆիքսի, մի հատ կտամ կփորձես, լավ։ Ալեց շնանք մի հատիկ հետո։ Առաջինը լավ չէր տաքացել, բայց ինչ լավ արեցինք, որ ժամանակին կանգ առանք տղես, տես, արդեն ինքը թանձրացել է, այս մեզ թվում էր, որ քիչ է։ Միակ հայտնի արտահայտություն կա բլինչիկների, առաջի բլինչիկի մասին, հիշում ես։ Уж, а че? Называется, ну не называется, а звучит так. Первый блин, кома. Այսինքն առաջի բլինը կարա փչանա, такая пословица. Но это не имеется в виду. Իրական բլինչիկի հարցում տենց է, բայց это как будто и в жизни, էլի, так որ առաջի փորձը կարա ձախողվի, это нормально։ Հիմա մենք տեսնենք մեր առաջին փորձը կձախողվի, թե ոչ։ Արդեն ապսեն պատրաստել ենք, լվացքի մեքենան էլ կողքից։ Ես այսպես ցույց կտամ կողքերը ոնց են անում, դու կփորձես անես, լավ։ Հետո կողքից մակապտում ենք։ Իրական ես միշտ մի քիչ չարաշահում եմ, այլ որ դա համար հաստ է ստացվում։ Այս անգամ ժամանակին կանգ առանք, սամթը գտա, որ պիտի ջրի կլինի, դու կանգ դես, ինքը հետո թանձրանում է։ Նայ, հենց որ սկսում է այս կողքերից հենց առանձնանալ, զգում ես որ ոնց պատից պոկվի։ Մենք հիմա այդ պահին այս մի հատիկ այս վիլկայի բանով, հենց սիրուն իրան կպոկենք պատից։ Ալավ։ Հիմա мы это сделаем։ Կամ ես փորձեմ։ Հələ չի եղել, թող լինի։ Չէ, ես քեզ մի հատ ձևը ցույց տամ, նոր փորձես։ Ասենք արի փորձենք, տեսնենք եղել է աստե։ Դες հələ կբացա։ Давай, подожди։ Կողքերից առանձնացնում ենք։ Տեսնում ենք, որ այդքան լավ չի առանձնամ, հələ չես հասկացել, ինքը տենց հեշ չի, как может показаться на первый взгляд։ Կարող է վառվես, հասկանում ես։ Դա համար ես այս process-ը քեզ մի հատ եմ թողելու անես, потому что это опасный процесс, понимаешь? Մաման պետք է անի։ Նայ, սենց ծերը բացում ենք։ Հետո պտտում։ Այդ պտտելը շատ опасный է, մատիկները կարա просто Хочу։ Դա համար բալես։ Ավելավա ես քեզ լցնելը տամ դու անես։ Это я, это очень горячо, էլի, այդ մամաները հատուկ միկրոֆիբրայից ձեռքեր ունեն, իրան ասի ես պտտեմ, մյուսը դու կանես, լավ։ Տես հələ տակը կպատա, թող միջել լինի։ Լավ չէ տակացել, դրա համար սենց երկար տևեց։ Ուտի, ջոբա մամայի կյանքը։ Ես։ Այստա։ Светится изнутри։ Շեֆ-повар Արտաշեսը իրեն սարքեց տվորիկ բանան, մամայի ուղղորդությամբ, նստած վայելում է, աբայի ամանորյա երգերն ենք լսում եւ սարքում ենք մեր բլինչիկները, նրբաբլիթները։ Այո։ Երեխեք, ես թույն որոշում կայացրեցի, որ այս մեծ թավան ու այս մյուսը համատեղեմ, ու ես հասկացա, որ ճիշտը մեծ թավայով սարքելն է։ Շատ ավելի պուպուշիկ են ստացվում խմորները, ուй, բայց հիմա վերցնեմ շատ արդեն տաքանում։ Կստացվում Հա։ Եվ Դավոնա վերադարձել պապայի հետ, հիմա ինձ օգնում է ինչ-որ գործողություններ է կատարում ու один дома-ն են նայում։ Ուպս, Դավո։ Նայեք երեխեք, այս մեծը ինձ սիրուն է ստացվում, եկեք այսպես ցույց տամ։ Շատ ավելի սիրուն է ստացվել։ Եվ ավելի ինձ թվում է էսթետիկ գեղեցիկ, դա թաթիկները ճիշտ է լվացվել է, բայց չէ, մյուս լիստերից կտամ քեզ, լավ։ Գիտեք ինչի ասնես դժգոհ, ինչա Արտաշեսն է ինձ օգնել, ոչ թե ինքը։ Երեխեք ջան, անցել եմ ֆարշին, դուք այս ֆարշի տարօրինակ գույնին մի խաբվեք, սա սպանախի փոշին է տվել,
բայց ինքը վստահեցնում եմ շատ համեղ է դարձնում։ Այստեղ սոխա, կարմիր սև պղպեղներ են, տոմատի բանը ինքը պաստա չի, ավելի ջրիկ խուսային տարբերակով տոմատ է, բայազեթինը որ կար կհիշեք, եւ այդ սպանախի փոշինը։ Հիմա միսը կավելացնեմ, անկեղծ լինեմ, բլինչիկի ֆարշը երբեք այս ձևով չեմ պատրաստել, որոշեցի նաև վերջում թթվասեր ավելացնել, համովա չէ, հիմա լավ կխառնենք այս թթվասերը, թարմ կանաչիներ կլցնենք վրա, եւ այս տարվա ֆարշն էլ այսպեսին կլինի, Դավիթս են բելիսիմո պաչիկա սենց անում, բանը, ու կտեսնենք, համով չի, ես ձեզի մոտիվը կթողնեմ, մի հատ այս մարալին նայեք, թողել եմ ջուրը վերջնական քաշի, անջատում ենք երեխեք ջան։ Ես սկսել եմ փաթաթել, սա վերջին բլինչիկն է, ու ինչքան մնացել էր խմոր արել եմ, դրա համար ինքը սենց խոշոր է ստացվել ու հաստ, բայց եթե օբշի նայեմ, երեխեք, այս տարվային բլինչիկները ամենաերկարուկն են իմ երբևէ պատրաստած բլինչիկներից, ու պատկերացեք ինձ այդ շատ է դուր գալիս, ուղղակի կադրը չի փոխանցում, միանգամ բավականին երկար են, նստած իմ սիրելի սերիալն եմ նայում հոգեբանական, թրիլերը կոչվում շատ հետաքրքիր է։ Եվ արդեն փաթաթման process-ի մեջ եմ երեխեք ջան։ Այստեղ էլ ձեզ եկեք հրաժեշտ տամ, շնորհակալ եմ, որ նայեցիք վլոգը, հուսամ ձեզ հետաքրքիր էր, հուսամ, որ տոնական տրամադրություն եմ փոխանցում ձեզ ու հուսամ, որ այն ինչ ունեք անելու, կանեք սիրով, պոզիտիվ նաստրոյով ու չմոռանանք սյոտիկի, որ տոներին բան չմնաց։ Մնացեք բարով եւ խաղաղությամբ։ Պակա-պակա։